Բարև ձեզ, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ձեր ռադիո ընդունիչների վրա FM 106 եւ 5 հաճախականությունն է կամ համացանցում եք մեզ դիտում Գործարար Ալիքի YouTube-յան, Instagram-յան կամ Facebook-յան էջում, մենք բանկային գաղտնիքն ենք սկսում, հիշեցնեմ, բանկային գաղտնիքը Գործարար Ալիքի եւ Ինեկո բանկի համատեղ նախագիծն է, Կարեն Կարապետյանն է մեր տաղավարում, ավտովարկավորման կենտրոնի ղեկավարը, բարի գալուստ։ Բարև ձեզ։ Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ թվայնանում է, ամեն ինչ զարգանում է եւ ավտոմոբիլաշինության վրա դա առավել քան երևում է, որ ընդունված է, որ Հայաստանը մի փոքր հետ է տրենդերից, բայց նույնիսկ մեր փողոցներում մենք տեսնում ենք փոփոխությունը, տրանսֆորմացիան ավտոմոբիլաշինության համաշխարհային, այսինքն մենք տեսնում ենք թե նոր ապրանքանիշի ավտոմեքենաներ մեզ անծանոթ, այսինքն ես տղայիս հետ երբ փողոցով քայլում եմ, հաճախ հարցնում եմ, սա ինչ մակնիշ է, սա ինչ մակնիշ է, ու ես նկատել եմ, որ վերջերս շատ մեքենաներ կան, որոնք մակնիշները ես չգիտեմ ինչ մակնիշներ, այսինքն մոտենում եմ, կարդում եմ, դրանք հավանաբար չինական մեքենաներն են, ավելացել են նաև էլեկտրոմոբիլները։ Ես առաջարկում եմ սկսենք ընդհանուր շուկայի իրավիճակից, ավտոմոբիլային, հետո արդեն գնանք մնացած հարցերին։ Շատ լավ, շատ ճիշտ նկատեցիք դուք, որ վերջի երևի թե 3 տարում բավականին շատ զարգացել է առաջնային շուկայից մեքենաների ձեռքբերումը Հայաստանում եւ նոր որը իր հետ պահանջարկի աճը իր հետ բերել է նոր բրենդների շուկա մուտք գործելը եւ բացի մեր հայտնի ավանդական սիրելի բրենդներին զուգահեռ մենք տեսնում ենք արդեն նոր բրենդներ ու այդ տենդենսը համաշխարհային զարգացման ավտոմոբիլաշինության նաեւ Հայաստանում մենք տեսնում, որը եւս շատ ուրախալի է եւ եթե վերջին 3 տարին կարող ենք մենք համարել առաջնային շուկայից մեքենայի ձեռքբերման ծավալների աճի տարի կամ բում տարի համարենք, ապա վերջին 1.5-2 տարին հիմնականում բենզինային եւ դիզելային շարժիչներին զուգահեռ նաեւ աճում է էլեկտրոմոբիլների ձեռքբերումը, էլեկտրոմոբիլների ծավալը եւ մենք բոլորս ակամա անկախ մեր կամքից երթևեկության մասնակից ենք ամեն օր դառնում, անկախ մեքենայով ենք թե ոտքով եւ Հայաստանի ավտոճանապարհներին մենք տեսնում ենք բավականին շատ էլեկտրական մեքենաներ, որոնք տարբեր բրենդների են, տարբեր մակնիշներ են եւ տարբեր գնային սեգմենտներ են, այսինքն այս բայդրությամբ մենք կարող ենք ասել, որ անգամ ամենակմահաճ ավտոսիրողի համար եւ բենզինային եւ դիզելային եւ լաքշերի բրենդները եւ էլեկտրոմոբիլները բավական լայն ընտրության հնարավորություն են տրվում։ Ինչ որ մի ժամանակահատված կար, որ ինձ թվում էր, որ ավանդական ավտոարտադրողները հետ են մնում այս գործընթացից, բայց հետո ոնց որ վերականգնվեց այդ։ Կար մի պահ, երբ մենք տեսնում ենք ինչ-որ նոր մակնիշներ էլեկտրական, բայց հետո սկսեցին հայտնվել նույն այդ Mercedes-ները, BMW-ները եւ բոլոր մնացած արդեն մեր համար սովորական մեքենաները։ Ինչպես նշեցիք, մեքենաշինությունը զարգանում է եւ տենդենսները փոխվում են եւ ավանդական բրենդները, այսինքն իմ կարծիքով, մնալով իրենց ավանդական գաղափարախոսության մեջ, բնականաբար շուկայում մրցունակությունը կորցնեն։ Դրա համար գրեթե բոլոր բրենդների էլեկտրոմոբիլներ կան եւ ինչպես նոր նշեցիք, գրեթե բոլոր մոդելների էլեկտրոմոբիլները Հայաստանի ավտոսրահներում առկա են, բայց այստեղ պետք է նշեմ, որ մենք ունենք նաև հաճախորդներ եւ հասարակության ստվար զանգված, որոնք իրենց նախընտրած սիրած ավանդական բենզինային շարժիչով կամ դիզելային շարժիչով մեքենաները իրենց համար առաջնային տեղն ունեն։ Նաև մեկ տենդենս կա, որի մասին կուզեի նշել, հիմնականում լաքշերի բրենդներում բավականին տարածում է ստացել դիզելային շարժիչը, որը ավելի քիչ է, ավելի քիչ ծախսատար է, այսինքն ավելի քիչ վառելիք է ծախսում սահմանված կիլոմետրերի համար։ Եվ դրա համար տենդենսները տեղափոխվել են Հայաստան եւ կարելի ասել, որ մենք ինչպես սկզբում նշեցիք, արդեն հետ չենք մնում, այլ համընթաց քայլում ենք բոլոր տենդենսների, բոլոր նորությունների հետ։ Ինչը ընդհանուր առմամբ շատ լավ է, որովհետեւ ժամանակ կար, երբ Հայաստանը գերեզմանոցներ հին մեքենաների, այսինքն մենք տեսնում էինք 20 տարվա մեքենաներ, 25 տարվա մեքենաներ, մենք տեսնում ենք մեքենաներ, որոնք երևի վստահաբար իրանց դարը ապրել էին ու երբ որ դու չէիր կարողանում կարդալ այն թվերը, որոնք որ կան թե քանի կիլոմետր է այս մեքենան քշած ու մենք էլ լոգիստիկ խնդիրներ ունենալով հանդերձ, այսինքն Հայաստանը վերջի հանգրվաններ է լում դրա։ Դուք այն առաջարկները, որոնց մասին դուք մեզ պատմելու եք, նաև այդ հարցն են լուծելու։ Դուք շատ ճիշտ եք նկատել եւ ես ցանկանում եմ նշել, որ մենք հենց մեր ավտովարկավորման
պրոդուկտները մշակելուց մենք էլ ենք հենց այդ դիտարկումը դրել եւ փորձել ենք նաեւ սոցիալական բացի բիզնեսի գաղափարից նաեւ սոցիալական ասպեկտ տալ եւ մեր աշխատանքը ուղղել նրան, որ օրինակ Հայաստանի ավտոպարկը թարմանա, հա, մենք բոլորս էլ արտերկրում լինելով, օրինակ ես որ մեքենաներ շատ եմ սիրում, իմ հետաքրքրությունը բավականին մեծ է, նաեւ աշխատանքի հետ կապված հիմա կրկնապատկվել է հետաքրքրությունը, միշտ ինձ համար նախանձելի էր այն իրականությունը, որ քո շուրջ բոլոր արտերկրում ինչ որ քաղաքում բոլորը նոր մեքենաներ էին, նոր բրենդներ էին եւ նաեւ մենք մեր աշխատանքով փորձում ենք հենց մեր երկրում ստեղծել, որպիսի ավտոպարկը թարմանա եւ որը իր հերթին կբերի էկոլոգիական խնդիրների նվազեցմանը, ինֆրաստրուկտուրաների զարգացմանը, հա, օրինակ էլեկտրոմոբիլների մասով, որը բավականին կարեւոր է եւ հենց Ineco բանկը որպես ֆինանսական համակարգի մի մաս մենք մեր ապրանքը մշակելուց միշտ սոցիալական ասպեկտներ բիզնես գաղափարին զուգահեռ զարգացնում ենք, հա, որպեսզի նայենք կարողանանք հասարակության եւ մեր հաճախորդների կյանքը միջավայրը ինչու՞ չէ ավելի մի քայլ ավելի լավը դարձնել, այսինքն այն լուծումները տանք ոչ միայն վարկավորման ապրանքի մասով, որը մեր առաջնային գործն է, նաեւ սոցիալական ասպեկտի մասով ինչ որ գույք գնելուց կապ չունի ինքը շարժական գույքա թե անշարժ գույքա ցանկացած վարկավորման գնալուց մարդկանց մոտ տպավորություն կա որովհետև այդպես է եղել է հիմա իհարկե թեթևանում է կուզեմ դրա մասին էլ խոսենք որ դա ինչ որ շատ լուրջ թղթավարության հետ եւ շատ լուրջ ժամանակատար գործընթաց է այսինքն դու պետք է պատրաստվես, պետք է շատ ինքը շատ նման էր ժամանակին դեսպանատուն մտնելու հետ, այսինքն նույն տրցակը, տենց դու թևի տակ գնում էիր դեսպանատուն եւ գնում էիր բանկ վարկավորում կազմակերպելու։ Այս պահին են թվային լուծումները, որոնք ընդհանուր առմամբ շուկայում առկա են, ոնց են ազդել ավտովարկավորման վրա։ Այո, շատ ճիշտ եք նկատել, Ineco բանկը բավականին իր պատմության երկար պատմության ընթացքում մենք ավտովարկավորման ապրանք ունեցել ենք եւ 2000-ականների 2000-ականներից սկսած մինչեւ 2000-ականների վերջերը եւ այն տեղեկանքով վարկ ստանալու ժամանակաշրջանում նաեւ երբ որ լուծումները բանկային համակարգում դրան էին բայց հիմա այս պահի դրությամբ եւ արդեն մոտ 1 տարի է մենք ունենք ամբողջությամբ թվային ապրանք ավտովարկավորում եւ մնացած ապրանքներն էլ մեր Ineco բանկի Sprint on-line հարթակի միջոցով դուք հաշված վարկյանների ընթացքում կարող եք ստուգել ձեր լիմիտը եւ ստանալ մի քանի վարկատեսակի առաջարկ, այդ թվում ավտովարկավորման, հաստատել ձեր լիմիտը եւ մոտենալ ձեր ցանկացած սրահ, որը աշխատում է Ineco բանկի հետ, ցանկը ձեզ տրամադրվում է եւ ընտրել ձեր մեքենան եւ մեքենայով գնալ տուն կամ այլ վայր, որտեղ ցանկանում եք, առանց որևէ թղթաբանության ամբողջությամբ էլեկտրոնային, ոչ մի փաստաթուղթ առանց ներկայացնելու, առանց տեղեկանքների, տրցակների, մենք ամբողջապես թվային լուծումներ ունենք, որը վարկյանների ընթացքում կարող դուք մեքենա ձեռք բերել։ Ինչ որ մարդիկ մեզ լսում են, ինչ որ մարդիկ մեզ դիտում են, եկեք մի հատ էլ փորձենք քայլ առ քայլ գնալ։ X մարդը որոշել է ձեռք բերի մեքենա, ուզում է օգտվել ձեր բանկի ապրանքներից։ Իրա գործողությունները եկեք քայլ-քայլ գնանք։ Եթե Ineco Mobile հավելվածը ունի, այսինքն Ineco բանկի հաճախորդը, Ineco բանկի վարկեր դաշտից հղումը տանում է Sprint on-line համակարգ եւ այնտեղ գրանցել առանց արդեն ռեգիստրացիայի, առանց գրանցման դու կարող ես տեսնել քո վարկավորման լիմիտը 1 կոճակի օգնությամբ ստանալ սահմանաչափ կոճակի օգնությամբ։ Եթե Ineco բանկի հաճախորդ չի, կարող ես մուտք գործել Sprint on-line.am հարթակը եւ այնտեղ գրանցվելով, որը բավականին པարզ գրանցման մեխանիզմ է ներդրած, նույնպես էլի կատարես հարցում եւ տեսնես քո լիմիտը հաստատես, հա, իսկ եթե ընտրում ես ավտովարկը, այնուհետեւ ցուցադրում է բանկի հետ համագործակցող ավտոսրահները, հա, այդ ավտոսրահներում կարող եք մոտենալ, հենց տեղում վարկավորվել, վարկը ձևակերպել առանց բանկ գալու, հա, ու մեր ապրանքը բացի թվային լինելուց ես ցանկանում եմ նաև նշել եմ բա որ ոչ մի սպասարկման, տրամադրման, կանխիկացման եւ այլ տեսակի մանր վճարներ, առաջին հայացքից մանր վճարներ, առաջին հայացքից էլ, երկրորդ հայացքից էլ ոչ մի մանր վճարներ մեր ապրանքը չունի եւ կանխավճարը մինիմալ է 10% կանխավճարով կարող ես մեքենա ձեռք բերել, հա, օրինակ միջին սեգմենտի մեքենան 1-ից 1.5 միլիոնով
դուք կարող եք նոր մեքենա ձեռք բերել ավտոսրահից կանխավճարով, այսինքն այդքան գումար ունենալով կարող եք մեքենա ձեռք բերել եւ իսկ նաեւ տոկոսադրույքը շուկայում ամենահարմարներից է, այսինքն ամենացածրներից է, ամենահարմարը հաճախորդի տեսանկյունից նշելով։ Սենց մի հարց։ Հիմա այդ նույն մարդը մեզ լսում է, պատրաստում է այդանի, փորձենք հաշվել ամեն մարդու ախորժակը, նկատի ունեմ ինչից է կախված այն լիմիտը, որը որ քեզ բանկը տրամադրում է, այսինքն բանկը ոնց է հասկանում, որ ինձ պետք է թե 5 միլիոն, ձեզ 6 միլիոն, չոր երրորդ մարդուն 10 միլիոն։ Լիմիտը կախված է հիմնականում կարող եմ առանձնացնել երկու ընդհանուր կետ, դա եկամուտներն է եւ վարկային ծանոթ։ Այսինքն այն ինչը որ ստանդարտ բոլոր վարկային, բոլոր վարկի համար դիմելուց ինչը հաշվարկվում է, որ որևէ նոր առանձնահատուկ բան չկա։ Առանձնահատուկ բան չկա, դասական վարկ է, ինքը ֆակտորինգային վարկ է, օրինակ ավտովարկ։ Հասկացա։ Այստեղ մի հարց կա, որը որ ինձ միշտ մտահոգել է։ Արդյոք խնդիր չի, երբ ինչ-որ պատահար է տեղի ունենում վարկավորման մեջ գտնված մեքենայի, այսինքն ոնց է դա արվում։ Մեր պրոդուկտը ինքը ունի տարբեր ասպեկտներ, կա որ կասկո ապահովությունը պարտադիր է եւ իրականացվում է ըստ կախված կանխավճարի չափից, կասկո ապահովությունը եւ վարկի գումարի չափից, կասկո ապահովությունը պարտադիր է եւ իրականացվում է բանկի կողմից, կա որոշակի լիմիտ վարկավորման, եթե օրինակ ձեր վարկը չի գերազանցում 10 միլիոն դրամ եւ կանխավճարը գերազանցում է 30%, այդ դեպքում կասկո ապահովությունը պարտադիր չէ, բայց մնացած այլ դեպքերում կասկո ապահովությունը պարտադիր է, որ իրականացվում է բանկի կողմից։ Եվ այդ դեպքում հատուցման դասական process-ը ինչպես իրականացվում է սովորական ապահովագրություն ունենալու դեպքում իրականացվում է նաև վարկավորված մեքենայի դեպքում։ Մեքենան գնելուց հետո էլի ինչ որ process-ներ կան, չէ՞, դու տանում ես, գրանցում ես պետավտոտեսչությունում, ինչ-որ գործընթացներ է, որը որ անցնում է, այդտեղ բանկը մասնակցություն ունենում է, թե չի ունենում, որտեղ մեծ հաշվով մեքենան դառնում է գրավ, չէ՞, այսինքն մեքենան մնում է գրավում բանկի մոտ։ Մեր պայմանագրային փաթեթը բավականին հարմար է պատրաստված եւ բոլոր լիազորությունները տրված է պայմանագրային փաթեթի միջոցով, որը հաճախորդը տանում է ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում եւ բանկի, բայց բանկը նաեւ անհատական մենեջերի ծառայություն է տալիս, այսինքն առաջի կոնտակտից, կարելի ասել հենց ցանկություն եք հայտնում մեքենա գնելու մինչեւ վարկի մարմանը եւ ժամանակահատվածը յուրաքանչյուր հաճախորդին գծվում է անհատական մենեջեր եւ մենք յուրաքանչյուր հաճախորդի տրամադրում ենք ինդիվիդուալ մոտեցում, եւ այդ ընթացքում օֆլայն կամ օնլայն ուղիներով մենեջերը միշտ ուղեկցում է հաճախորդին, ինչպես նշեցի, սկսած ցանկության փուլից, ցանկության ձևավորման փուլից մինչև վերջնական փուլը, եւ շատ կարեւոր է ձեր հարցային մասով, որ մենք մեր ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ ենք անում հաճախորդների արձագանքները եւ ոչ միայն կատարելագործում ենք պրոդուկտի թվայնացվածության կոմպոնենտը, այլ նաեւ այդ process-ում հաճախորդի ճանապարհին, վարկավորման մեքենա գնելու process-ում ներգրավված բոլոր մասնակիցների հետ աշխատում ենք մենք, այդ դա պետական մարմիններն են, օրինակ ապահովագրական ընկերություններն են, բանկետ համագործակցող սրահներն են, եւ մենք փորձում ենք հաճախորդի ուղին մաքսիմալ հեշտացնել, այսինքն մաքսիմալ թվայնացնել, մաքսիմալ մեկ հարթակի, մեկ կոնտակտի միջոցով հաճախորդի ցանկությունները բավարարել, այսպես ասած, այսինքն ոչ միայն պրոդուկտն ենք լավացնում, այլ նաև լավացնում ենք այդ ճանապարհը եւ դա հենց առաջնային շուկայի պրոդուկտը ներդնելուց մենք ամեն անգամ ամեն հաճախորդի հետ այդ ճանապարհը անցել ենք սկզբնական շրջանում, որպեսզի տեղում մոնիթորինգ անենք եւ հասկանանք թե ինչ կարելի է դեպի լավը ուղղել, եւ դա բերում է նրան, որ մենք օրինակ պետական մարմինների հետ ենք աշխատում, այլ ավելի ենք լավացնում ինչ-որ process-ը, նաեւ այդ սոցիալական ասպեկտը հենց այստեղ կարող ենք եւս նշել, ոչ միայն լավանում մեր հաճախորդների համար, այլ ընդհանուր կամ ֆինանսական համակարգի համար, եւ որակապես լավանում է, եւ մենք զարգացնում ենք մեր պրոֆեսիոնալիզմը եւ այդ խորհրդատվությունը, որ տրամադրում ենք հաճախորդին,
նաև ցանկացած հարց հաճախորդի իր մենեջերը անհատական, ինչպես նշեցի, կարող են պատասխանել, որովհետև այդ ճանապարհը ինքը եթե հաճախորդը մի անգամ անցնում, մենք ամեն օրը մի քանի անգամ անցնում ենք այդ ճանապարհով եւ բոլոր բացերը գիտենք եւ աշխատում ենք այդ բացերի վրա աշխատել, այսինքն մենք ոչ միայն վարկ ենք տրամադրում, այլ նաև առաջարկ ենք ներկայացնում հաճախորդի ճանապարհը, այդ դեպքում օրինակ բիզնեսի գործընթացները հեշտացնելը կամ ապահովագրական գործընթացները հեշտացնելը կամ պետական գրանցումը հեշտացնելու վերաբերյալ մենք մեր առաջարկները միշտ ներկայացնում ենք ու մեր հետ համագործակցող գործընկերներ եւ պետական եւ ոչ պետական մարմինները բավականին լավ են դա ընդունում եւ բավականին դրական են արձագանքում, այո, պատրաստ են համագործակցության, այո։ Կանեն ընդհանուր առմամբ շատ մոտավոր վստահ եմ, որ ֆիքսված հաշվարկ չկա եւ ամեն դեպքը տարբեր է լինում, բայց բանկի ուղեկցությամբ եւ առանց բանկի այդ process-ները անցնելը բանկը քանի տոկոսն է կրճատում ժամանակի։ Շատ մոտավոր, այսինքն եթե ես ուղակի գնում եմ ու այդ ամեն ինչը անում եմ եւ խնդրում եմ, որ բանկը աջակցի ճանապարհը ցույց տա գործողությունների։ Ժամանակի կրճատելը մենք ավելի շատ դրել ենք, որ այդ process-ը, ինչպես ասացինք, մենք ընթացքում ինչ-որ արդյունքներ ներկայացնում ենք, բայց բանկը ամենայն դեպս չի ավելացնում այդ process-ը։ Ինչը արդեն մեծ բան է։ Մենք միշտ դրել ենք, որ բանկը այդ process-ը չավելացնի, այսինքն ժամանակը։ Այսինքն դա չդառնա եւս ոնց որ մի տեղ, որտեղ դու պիտի մտնես, եւս մի գործ չավելանա այդ սա գործընթացի մեջ։ Մինիմում օրինակ sprint համակարգով վարկավորելու միջոցով, եւ ինչպես դες նշեցի, այսինքն այն տարբերությունը էապես չկա կանխիկ ես գնում առնես, մեկը բանկային փոխանցում է, եւ նույնը բանկային փոխանցում է իրականացնելու։ Որովհետեւ թիվը sprint համակարգով բանկի վարկային միջոցներով ես գումարը փոխանցելու սրահին, հա։ Այնտեղ նույն մեծ առավելություն։ Նույն առողջարքի պայմանագիրն է ստորագրելու, հա, ինչ որ երաշխիքի պայմանագիր է ստորագրելու, այսինքն բանկը այդտեղ քո հաճախորդի ժամանակը եւ Ինեկո բանկը մեր կարգախոսից ելնելով ժամանակի արժեվորման մասով շատ կարեւորում է, որպեսզի հաճախորդի համար լրացուցիչ ժամանակի բեռ չավելացնի, հա, եւ մենք որպես թվային բանկ նաև այդ լուծումները հենց թվային հարթակի միջոցով տրամադրելուն են գնում։ Դրա համար եթե չի շատացնում, բայց նաև այդ առաջարկները, որ հանդես է գալի, ավելի քչացնում է, հա, օրինակ, եթե դուք անհատապես պետք է գնաք ձեր մեքենան ցանկություն եք հայտնել, օրինակ կասկո ապահովագրել կամ ճանապարհային ոստիկանությունում գրանցվել, դա անհատական մենեջերը ձեր փոխարեն իրականացնում է ու ձեզ տեղեկացնում է օրվա ժամի մասին, երբ պետք է գնաք, ինչ փաստաթուղթ պետք է տանեք, հա, նաև խորհրդատվական մասով ինքը ժամանակը էապես կրճատում, այսինքն եթե դուք պետք է մտնեք միտեղ հասկանաք թե ինչ փաստաթղթեր է պետք մեքենան ինչպես պետք է գրանցեն, դա այն մարդը բանկում որ արդեն հասկանում է, ձեզ հուշում է եւ դուք դա ամբողջությամբ պետք ինֆորմացիան տրամադրեք։ Մենք մեր զրույցի առաջին հատվածում խոսեցինք բանկ եւ բանկի հաճախորդ հարաբերությունների առավելությունների մասին, կուզեի խոսել ոնց է ընդհանուր առմամբ շուկան սրան արձագանքում, նկատի ունեմ շուկայի մյուս կողմը, ավտոմեքենաների սրահները, վաճառող սրահները, ոնց են իրանք նայում այս գործընթացին, որովհետեւ կարծում եմ, որ իրանք շահագրգռված են մեծ հաշվով, իրանց էլ է սա պետք, որ այս ինդուստրիան եւ ինֆրաստրուկտուրան զարգանա, որ վաճառք անեն, ինչ պայմաններ են իրանք տալի բանկին եւ հաճախորդին, ովքեր որ օգտվում են ձեր ծառայությունից։ Այո, եթե նաեւ նկատել ենք, պահանջարկը բերել է ոչ միայն մեքենաների քանակային աճին, այլ նաեւ ավտոսրահների քանակային աճերին, եթե դուք ուշադիր լինեք, ապա դա եւս կնկատեք, որը բիզնես միջավայրի զարգացման մասով բավականին դրական է, բավականին գովելի է եւ նաեւ բանկը իր վարկային գործիքները առաջարկելով հենց բիզնեսի կողքին կանգնում է այս մասով, օրինակ եթե վերցնենք, այսինքն աջակցում է, որպեսզի վաճառքի ծավալները ել ավելի շատանան, հա, եւ մեր գործընկերները բավականին դրական են տրամադրված, բավականին պատրաստական են աշխատելու եւ որովհետեւ ունենք սրահների ընդհանրապես բիզնեսների երևի կարող է վաճառքների մինչեւ 50-60-70%-ը, հա, իրականացվի վարկային միջոցների հաշվին, հա, վարկավորման միջոցների հաշվին եւ այստեղ նաեւ մեր հաճախորդները ոչ միայն վարկային պրոդուկտից օգտվող հաճախորդներն են, այլ նաեւ հենց այդ բիզնեսներն են, ավտոսրահներն են ու օրինակ մեր Sprint
համակարգը մենք մաքսիմալ հեշտացրել ենք, որպեսզի սրայի աշխատակիցը որպես user ավելի հեշտ օգտագործի, ավելի արագ օգտագործի, հա, որպեսզի այդ process-ի այդ ամբողջ օղակում ոչ մի դժգոհ, ոչ մի ծանր աշխատանք չմնա, հա, այդ բոլոր գործընթացները մենք նախապես մշակել ենք, անխատեսել ենք, որ ինքը եւ այս կողմի համար հեշտ լինի եւ այո եւ գնորդի եւ վաճառողի համար երկուսի համար էլ հեշտ է։ Մենք երկու կողմին էլ տրամադրել ենք համապատասխան փաթեթները, որովհետեւ իրենք կարողանան մեկը բիզնեսն անի, մյուսը իր պահանջմունքները բավարարի, հա, այս մեքենայի ձեռքբերման մասով։ Եվ բավականին մենք լայն ցանց ունենք այդ մասով եւ բոլոր կմահաճ ավտոսիրողները մեր ցանցի միջոցով կարող են իրենց պահանջմունքները բավարարել, հա, դա էլեկտրոմոբիլներ, բենզինային շարժիչներ, լաքշերի, դիզելային շարժիչներ, այսինքն բոլոր այն պահանջմունքները, որոնք մեր ավտոսիրողները ունեն, կարող են մեր հետ համագործակցող ավտոսրահների ցանցի միջոցով բավարարել եւ նաեւ մենք բարբերաբար ավտոսրահների հետ համագործակցության արդյունքում, քննարկումների արդյունքում ներկայացնում ենք հատուկ առաջարկներ Ինեկոբանկի աճ։ Ես հարցը տամ այդ դրա մասին, կարծում եմ դուք կանխագուշակեցիք իմ հարցը։ Ավտոմոբիլաշինությունից էլ ավելի արագ Հայաստանում զարգանում է բանկային ոլորտը։ Եվ ես վստահ եմ, որ ձեր գործընկերները նմանատիպ պրոդուկտներ էլի ունեն։ Այ մեզ լսողները մտածում են, թե որ ծառայությունից օգտվեն, ում հետ համագործակցեն, ինչն է, որ դուք կարծում եք, որ ձեզ առանձնացնում է ընդհանուր շուկայից։ Բացի վերոնշյալ թվային գործիքները, արագությունը, անհատական մենեջերի ծառայությունը եւ սոցիալական ասպեկտը, ինչու՞ չէ, մենք մեր հետ համագործակցող ավտոսրահների հետ համատեղ ունենք ակցիաներ հենց Ինեկոբանկի հաճախորդների կամ այն անձանց համար, ովքեր ցանկանում են Ինեկոբանկի միջոցով իրականացնել ավտովարկավորումը իրանց։ Ունենք հատուկ ակցիա, որոնք կապված են տոկոսադրույքի հետ, արտոնյալ ժամանակահատվածի հետ, հատուկ գնի հետ հենց Ինեկոբանկով ձեռք բերելու, դրա համար հաճախորդները կարող են մեր ակցիաներին հետևել մեր պաշտոնական կայքեջում եւ սոցիալական հարթակներում եւ մենք միշտ զարգացնում ենք այդ բլոկը եւ շատ մեծ անակնկալներ է սպասում մեր հաճախորդներին։ Կան մարդիկ ու իրանք շատ են, որոնք որ չունեն շատ գումար, բայց ուզում են վարեն, ուզում են օգտվեն լաքշերի դասի մեքենաներից։ Այդ դեպքում ինչքանով որ ես եմ հասկանում այդ մարդկանց, իրանք մեքենաները ձեռք են բերում երկրորդային շուկայից։ Այսինքն առնում են ամենաբարձր դասի ավտոմեքենան, բայց ասենք 5 տարվա արտադրության, 6 տարվա արտադրության, ոչ թե գնում են սիրելի մոդելը։ Այո, հա, կան մարդիկ նաև որ ունեն սիրելի մոդել, որոնք հիմա չեն արտադրվում, այսինքն նաև երկրորդային շուկա գոյություն ունի, որը էլի բավականին ակտիվ է։ Արդյոք այն ամեն ինչի մասին մենք խոսեցինք, այն լուծումները, թե թվային լուծումները, պայմանները գործում են նաև երկրորդային շուկայի համար, եւ եթե այնտեղ այլ պայմաններ են, պիտի խնդրեմ դա էլ քննարկենք։ Երկրորդային շուկայի վարկավորման պրոդուկտ եւս Ինեկոբանկ այս տարվա կեսերին մենք ներկայացրեցինք հաճախորդներին եւ ճիշտ նշեցիք հենց հատուկ մարդիկ կան, ովքեր նախընտրում են իրենց մոդելը, նախընտրում են 5 տարվա արտադրության, այսինքն իրենց պահանջմունքները այլ տեղ են եւ այդ հաճախորդների համար ֆինանսական գործիք ունենալու տեսանկյունից մենք նաեւ ունենք երկրորդային շուկայի վարկավորումը, որը մենք ընդհանրապես պրոդուկտը ներդնելուց որպես պրոյեկտ ենք նայում եւ պրոդուկտը թողում ենք շուկա, այսպես ասած, եւ որոշակի ժամանակ հետո մենք հավաքում ենք այն բացերը, որոնք կարելի է թվայնացնել, այն մասը, մեծ մասը, որ կարելի է թվայնացնել։ Հիմա մյուս տարի մենք նախատեսում ենք նաև երկրորդային շուկան ունենալ սպրինտ հարթակում, արդեն լրիվ հարմարեցված հաճախորդին, լրիվ թվայնացված եւ լրիվ նվազեցված այն բոլոր փաստաթղթաշրջանառությունը եւ այլ գործընթացները, որոնք այժմ արկա են, հա, փորձում ենք դա հաղթահարել։ Այժմ դուք կարող եք դիմել Ինեկոբանկի ցանկացած մասնաճյուղ եւ ձեր լիմիտը էլի տեղում բանկում ստուգելու միջոցով 1-2 օրվա ընթացքում ձեր ավտովարկը կարող եք ձևակերպել։ Այդտեղ գնահատման պահը կուզեի քննարկենք, էլի, որովհետեւ եթե առաջնային շուկայում ամեն ինչ պարզ է, գործարանային արտադրողը դիլերին տալիս է գին կամ դիլերը ինքն է որոշում մեքենայի գինը, այդտեղ ոնց որ վեճ չկա, թե այս մեքենան ինչ արժի։ Երկրորդային շուկայում ես իմ մեքենան շատ եմ սիրում եւ ինքը իմ համար ավելի թանկ արժի, քան, չգիտեմ, քան ձեր համար, այսինքն ոնց է բանկը այդտեղ կողմնորոշվում։ Մենք ունենք մեզ հետ բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպություններ, որոնց ցանկը հրապարակած է եւ հաճախորդը իրենցից
մեկում կարող եմ իրականացնել մեքենայի գնահատումը եւ օրինակ երկրորդային շուկայի պարագայում մենք մինչեւ գնահատված արժեքի 100%-ը ֆինանսավորում ենք այս դեպքում, բայց երկրորդ գույքի առկայության դեպքում հիմնական մասը մինչեւ 90%-ը շուկայական արժեքի ֆինանսավորում իրականացնում է Ineco բանկը եւ այդ դեպքում սա նաեւ երկրորդային շուկայի առավելություն նշենք ինչու 100%, որովհետեւ հաճախորդ կա որ երկու մեքենա ունի, ուզում է երկրորդն է ուզում ձեռք բերի, բայց այս բան կանխավճար չունի, քանի որ երկրորդը եւս գրավադրում է։ Պետք է վաճառի, այդ դեպքում 100% ֆինանսավորում ենք, ինչու օրինակ մեքենան կվաճառի կամ հետո կորոշի չվաճառել, հա, այսինքն ըստ հաճախորդի ցանկության։ Գործարար ալիքն եք դուք լսում, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ։ Ավարտվեց բանկային գաղտնիքը, հիշեցնեմ, Ineco բանկի հետ համատեղ արտադրվող նախագիծն է սա, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ այսօր այսքանը։